Իմ տատը Լուսին մեռավ 88 տարեկան եւ վերջում մեռնելուց առաջ ասաց. «Ալ չեմ կռնար»։ Հոյակապ է, չէ՞։ Ալ չեմ կռնար։ Մահվան մասին ահա այսպիսի շատ սարոյանական մեկնաբանություններ ու հայացք։ Իր մահը Սարոյանին հանկարծակի չբերեց, նա 2 տարի տառապում էր քաղցկեղով, հիվանդությունը ծանր էր, բայց գրողը փորձում էր անտեսել ու թեթև տանել։ Երբ 1981 թվականին հիվանդությունը ծայրահեղ սրվեց ու Սարոյանին հիվանդանոց տեղափոխեցին, նրա փաստաբան Արամ Գևորգյանը շտապեց տեղեկացնել որդուն Արամին եւ դստերը Լուսիին։ Իր զավակներին Սարոյանը չէր տեսել վաղուց, նրանց հարաբերությունները մեղմ ասած լարված էին, կամ ավելի ճիշտ, որպես այդպիսին հարաբերություններ առհասարակ չկային։ Հետագայում նրա որդին Արամ Սարոյանը գրեց հուշեր հոր մասին, որոնք ծանր մեղադրանքների մի շարք էր, որտեղ որդին սառնասրտորեն բացահայտում ու քննադատում էր Սարոյան մարդու, հոր եւ ամուսնու կերպարը։ Հոր մահամերձ վիճակի լուրն առնելուց հետո վիրավորանքից խոցված ու նեղսրտած Արամ Սարոյանը իր հուշերում գրում է. Ըստ երևույթին նա ցանկացել է, որ այժմ մենք իմանանք այդ մասին, թեև հավանաբար նա տագնապել է կասկածներով, թե մենք ինչպես կընդունենք այդ լուրը, հատկապես ես, քանի որ վերջին 4 տարիների ընթացքում ոչ մի կապ չեմ ունեցել իր հետ։ Թեև ինչքան էլ տարօրինակ հնչի, պիտի ասեմ, որ այդ ժամանակահատվածում մեր միջև եղած անջրպետը ավելի փոքր է եղել, քան երբ մենք հարաբերվում էինք իրար հետ։ Հեռվից ես կարողանում էի ավելի սիրել ու հարգել նրան, մի բան, որ առաջներում ինձ չէր հաջողվում, երբ տեսնում ու գրում էի նրան։ Իրականում նա շատ ամաչկոտ ու ներամփոփ է, ի հակադրություն իր հասարակական կյանքի։ 3 տարի տարեկան մի քանի անգամ 1 կամ 2 ժամով նա այցելում էր մեզ եւ ինձ թվում էր, թե ահա ուր որ է կխախտվի սահմանը եւ մենք կմտերմանանք։ Հենց այն ժամանակ էլ 1978 թվականին ես ավտովթարի ենթարկվեցի, ջախջախվեց ոտքիս կոճը։ Այս առիթով ես մի հիմար եւ հանդիմանական նամակ ստացա նրանից։ Նա ենթադրում էր, թե ես սխալ էի վարել մեքենան, գուցե եղել էի թմրադեղի ազդեցության տակ եւ այլն։ Մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ մի մոտոցիկլետ 70 մղոն արագությամբ ուղիղ գալիս էր ինձ վրա։ Եվ երբ առաջին անգամ տեսա մոտոցիկլետը, արդեն մեկ մեքենայի հեռավորության վրա էր ինձանից եւ բախվեց ինձ։ Երբ ստացա հորս նամակը, անմիջապես պատասխանեցի, բայց հետո որոշեցի չուղարկել պատասխանը, որովհետեւ այլևս չուզեցի գործ ունենալ այդպիսի չոր, իմ նկատմամբ վստահությունը հիմնահատակ կործանող անձնավորության հետ։